Երբեմն էմոցիաները եւ դրանց անկառավարելի լինելը հենց կործանարար հետևանքների են բերում եւ դեռահասի մոտ ի հայտ են գալիս բավականին վտանգավոր մտքեր, խոսքը եւ ինքնավնասման եւ ինքնասպանության մտքերի եւ նրա սիրո օբյեկտի հետ որոշակի հաշվեհարդար տեսնելու նրան ինչ որ կերպ պատժելու մասին է արդյոք այս վատ զարգացումների ընթացքը կարող ենք կառավարել եւ փրկել երեխային վատագույն ելքերից կարող ենք կառավարել այսինքն եթե ուզում ենք կառավարելու տեսանկյունից գնանք դա ջերմ ընդունող հարաբերություններ ստեղծելն է եթե արդեն տեսել ենք դրսևորումներ շատ ուշադիրապետք լինել որովհետեւ կարող է չուզեմ ինքնասպանություն գործել, ուզեմ մենակ ինքնավնասում անել, բայց ես չափը չհասկանամ։ Դրա համար ցանկացած դրսևորում պետք է մասնագետի հետ անպայման քննարկվի, որովհետև եթե խոսում ենք դեռահասությունից եւ մանկական հոգեբանությունից կամ հոգեթերապիայից, անպայման ներգրաված է լինում նաեւ ծնողը, որովհետև շատ բան նաեւ իր վարքից է կախված, շատ բան գալիս է ծնողի ինքն իր հետ աշխատանքից, հա, ինչպես արձագանքել երեխային, այդտեղ լիքը բան կա, որ պետք է հոգեբանից կամ այլ մասնագետից սովորել ինչպես անել, եթե տեսնում եմ դրսևորումներ, անպայման արձագանքեմ։ Կարելի է գոնե մեկ անգամ հանգստության համար ունենալ խորհրդատություն, անգամ կարող է մենակ ծնողին բավարար լինի, հա, այդ խորհրդատությունը, որ ինքը գնահատի ինչքան վայր է տագնապները տեղին, եւ կարող է դրանով բավարարվենք։ Եթե արդեն տեսել ենք լուրջ խնդիրներ, հա, այդ ծայրահեղ դրսևորումները, աշխատանք հոգեթերապևտի հետ, երբեմն հոգեբուժի հետ, որովհետեւ վիճակներ կան, որ հոգեթերապիան մենակ չի կարող ծածկել,